Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Ինձ թվում էր գոնե կզգուշացնեին, որ գալիս են։ $1 չունեմ, Դկա քնած ես քո համար առավոտվա 8-ն եմ եկել Ինչ եք ուզում ասեմ այսքանից հետո։ Ինձ ահա որ շատ հետաքրքիր է թե ոնց է գիշերը Լիևը Աննա Հել ոնց եք քնել ստեղ Պատկերացրեք ուղղակի, որ դուք քնում եք ավազի վրա, մեր մահճակալների վրա ամբողջությամբ ավազ էր։ Ինձ գոռալով հանում են, մեկ էս ինձ աշկիրս կատաղած բացում եմ, տենամ սոց իրեք կամերա դեմս կանգնած է։ Էդ էլ ուպր։ Ես ահա որ վատ եմ քնել, ոտերս այս հենց եմ ամբողջ գիշեր։ Ես Կասյան եմ, 16 տարեկան։ Առաջին տպավորությունն է իմ Կասյայի մասին, այդ իր հետաքրքիր եւ օրիգինալ արտաքինն էր։ Ինձ մոտ շատ դժվար է հիշելը անունները մարդկանց, բայց Կասյա անունը ես հենց ամենասկզբից ֆիքսել եմ իմ մեջ, շատ այդ անունը իրենց ասում։ Եթե այդ անունը ուրիշ մեկի վրա լիներ, կարող է այդ տպավորությունը եւ այդ մասշտաբայնությունը չունենալ։ Սաղ գիշեր մոծակները կերել են լուրջ եմ ասում։ Որ առաջի անգամ լսեցի որ քնելու ենք լողափում պատիժ, ուտելու ենք երշիկով բուտերբրոդ, իրականում ես ասացի որ շատ կարող ռոմանտիկ լինի, ինչու՞ չէ, բայց երկրորդ ժամից հետո որ հասկացա մեջքիս ոսկորները ջարդվում են, հասկացա որ էսի այն չէր ինչ որ ես պատկերացնում էի։ Բայրեք ասում եք ես մեր համար պատիժ չի, իմ համար պատիժ չէ, ես կոնկրետ վայելել եմ։ Ես Հարութն եմ 14 տարեկան, Հերոսների լիգայի ամենափոքր մասնակիցը։ Հիշում եմ Հարութին, երբ Հարութը եկավ եւ ընդունվեց եւ շոու դպրոցի փոքրերի խումբ, եւ էս այն դեպքն է, երբ ասում ես, որ մեր աչքի առաջ մեծացավ, որովհետեւ երբ որ նայում եմ նկարների 2 տարի առաջ ու հիմա Հարութը լրիվ փոխվել է։ Կռիվաբան այդ հեչ, բայց մի հատ բան ասեմ։ Անես լավ եմ քնել։ Անկեթաջով ոչինչ, որ ես вообще դիվանին եմ քնում։ Ուրախ եմ քո համար ինչ անեմ։ Ինչ ուզում ես արա, ինձ вообще չեք թողում քնեմ։ Արա դե։ Ու Մարին է ինձ հանում։ Ոնց կարա Մարին ինձ հանի, եթե Մարին ինձ չի թողա գիշերը քնեմ։ Ես մեկ էլ շատ սոված եմ, երեկվա ընթրիքից ընդհանրապես չեմ կշտացել։ Երեկոյան ընթրիքը այդ ինչ համով է։ Ընդհանրապես խոսք չունեմ, իդեալական է։ Հուսով եմ, չէ, տենց է լինելու, մենք միշտ լավ ընթրիք ենք ունենելու ու լավ քնելու ենք։ Այդ միշտ տենց է լինելու, այդ հիշեք։ Հաղթող թիմը պիտի կրվի որ հասկանա մեր ջանի ղադրը, որ ուղիղ 8-9 ժամ ափին քնում ես այդ ծովի այդ խշխշոցը միջև մակաժներից մեջ ասեն խշխշ։ Հիմա լսվում է, նորմալ է։ Հենց երեկային ես խշխշ լսվում է ջոգար։ Խշխշ։ 3 հատ խշխշ, խշխշ։ Ես 4 հատ եմ լսում, չէ, մոտ ուրիշ է։ Հա։ Զգացողությունները ուրիշ են։ Հերոսների լիգա Մեծ բան հարցնեմ, ոնց ինչ տրատեգիա ենք անում, ոնց ենք անում, որ կրենք ես։
Նույնը ինչ որ արենք երեք պրոստը։ Ես Ռազմիկ Գևորքյանն եմ, Trio Studio-ի սան, հաճախում եմ Trio Studio դեռ 10 տարեկանից։ Ռազը ահավոր համեստ մարդ է, երևի ինքը դանդան էլ կփաստի։ Ռազմիկը լավ երեխա է, լավ տղա է, լավ ընկեր է եւ լավ մասնագիտական ունակություններ ունի։ Ռազը շատ հետաքրքիր մարդ է ու շատ ստեղծագործ է ինքը։ 10 տարեկանից հաճախում եմ Trio Studio, թողնելով իմ ֆուտբոլից դառնալու երազանքը, որովհետև երկուսն իրար չէի կարա համատեղի, բայց դե երևի բարին էլ էսր էլի։ Երեկվա խաղի ժամանակ երկու հոգու Աննան ու Կասյան մի քիչ բան էին, չէ՞։ Ոյս ինչ ոտեմ։ Պետքա կոպիտ ասած ավելի շատ օգնել, այսինքն հենց չլինի ասել թույլ է ու տակտիկա պետք է մտածել։ Արշակ, մի չպեցու։ Շուտով դժվար ալնելու, որտեղ ոչ մրցույթային տենց էր։ Ինչ են երեխեք իրան։ Պետք է զուտ պատրաստ լինենք, էլի պրոստը։ Արժանի սայպիելնիկ եմ։ Երեխեք շատ շոկ է, բայց նաև լիքը անելիք ունենք, եկեք հատ թարմանանք ու գնանք պատրաստենք խաղին։ Հերոսների լիգա Բարի գալուստ հերոսների լիգա, որտեղ իրարից տարբեր 12 հերոսներ հավաքվել են պարզելու, թե ով է իրենցից գլխավոր հերոսը։ Սակայն հերոս դառնալու համար պետք է անցնես եւ կերտես քո ներսի հերոսին փորձություններով։ Օրինակ, առաջին ծրագրի վերջում եւ շոու դպրոցի թիմը անցավ իր առաջին փորձությունը եւ գիշերեց ծովափին։ Ոնց է երեխեք։ Վատ։ Շատ լավ։ Բայց արդեն լավ։ Այո։ Դրամադրված։ Ում համար էր ամենադժվարը գիշերել ծովափին։ Ինչի համար Արշակ։ Ծովի ձեները չէի խանգարում, չէր կարում քնեի։ Հենց հետաքրքիր է բոլորին ծովի ձեմը օգնում է քնեն, Արշակի խանգարում է։ Դե ես մի քիչ թաղսան։ Իսկ մոծակներ։ Կերել են մոծակները գիշերը։ Կերել են մեզ։ Ես ամբողջ գիշեր չեմ քնել։ Ես ոչ մի դժգոհություններ Իմ ոտերն է բռնված։ կապված։ Ծնվել եմ Հալեպում, Սիրիահայ եմ։ Վարժ արևելայերեն եմ խոսում, քանի որ 5 տարեկանից ապրում եմ Հայաստանում։ Բայց բնականաբար նաև խոսում եմ արևմտահայերեն։ Տանը հիմնականում խոսում եմ արևմտահայերեն, քանի որ մայրս էլ է խոսում արևմտահայերեն։ Հաստատվում եմ արևելահայերենի վրա, մեկ-մեկ, որովհետև միջավայրը պահանջում է դա, ստիպված ես էլ փորձում եմ խոսել, բայց բնականաբար Գասյան շատ ավելի հանգիստ խոսում է։ Trio Studio, խնդրում եմ ասեք, ոնց քնեցիք լավ էր սենյակում։ Իդեալական։ Մենք տելևիզորով ծովի ձեն ենք դրել։ Տելևիզոր ծովի դեն ենք, որ Արշակը չկարենակ։ Ինչ եք կարծում, այսօրվա դժվարությանը ու փորձությանը կդիմանաք թե ոչ։ Մենք դժվարություն եւ փորձություն չենք ունենալու, քանի որ մենք եւս մեկ անգամ Քանի որ դու ենք։ Գրիգոր Դանելյանի որդին ես, դու երբեք դժվարություն չես ունենա։ Բացի դա, նաեւ մենք այս խաղը հաղթելու ենք, ինչքան էլ նրանք մեր ընկերներն են, բայց մենք անխղճաբար բոլոր պատնեշները հաղթահարելու ենք։ Հրավիրենք այստեղ Ռակուրս Գեյմի հիմնադիր մեր շատ լավ ընկերոջը Դավիթին ձեզ սահմանությունների ներքո։ Ողջույն, թիմեր ողջույն, ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Անցած անգամվա համեմատ մենք ոչ թե ունենք մասնակցության լիմիտ, այլ ժամանակի։ Ժամանակի մեջ որքան շատ դուք կարողանաք իրագործել հանձնարարությունը, ըստ դրա կունենաք միավորներ։ Առաջի փուլում դուք ընդամենը պետք է ձեր թիմից հերթով ամեն մեկին տեղափոխեք A կետից B կետ, նա վերցնի գնդակ ու արագ վերադառնա։ Բայց այդ մասնակցին դուք տեղափոխելու եք պարանների վրա։ Պատրաստ եք թիմեր։ Դե գնացինք։ 3 2 Տարեք։ Լավ որոշել ենք հերթականությամբ, ովքեր են գնալու առաջինը պարանի վրա պարկելու, ով ոնց է բռնելու, անուտը թեթև էր։ Հեշտ էր իրան տանել բերելը։ Միանգամից լարված իրավիճակ։ Մի քիչ մեր համար դժվար էր նաև նրա համար, որ մեր քաշային տարբերությունները շատ է, չափից դուրս։ Ես որ կամ արդեն այդ փաստում եմ նրա մասին, որ մեր համար դժվար էր այս խաղը։ Հետո այդ պարանները ահավոր ցավացնում էին, ձեռքերս համարը որ չգիտեմ խոտի վրա քերվելով։ Ոտերը ձիգ բայ։
Եթե իրանք ամենասկզբից ստանում են թեթև խաղացողի, այդ արդեն նշանակում է, որ իրանք ստրատեգիա չունեին։ Միշտ հոգեբանականը ավելի կարևոր է այստեղ, որովհետև երբ որ կողքի թիմը տենա, որ առաջը սկզբի մյուս թիմը արդեն անցնում է իրանք ավտոմատ կոտրվում են։ Երկրորդը ես էի ու ես երևի ամենածանրն էի մեր թիմի։ Արտացրեք։ Արա ուրեք դնում ես անտերը, արա։ Գնա, ցելել ենք։ Օրես շտոները։ Շատ ցավալի է եղել այս խաղը։ Այ չախր։ Դելդորվի, դավայ։ Իմ համար շատ դժվար է նորմը, որ ես չէի կարողանում ինձ օդում պահել ու իրանք իմ երեքաքաշը օդում էին պահում դժվարությամբ։ Մանկուց եղել եմ արվեստասեր ու հետո ինչ-որ պահի հասկացա, որ նաև ուզում եմ ինձ տեսնել դերասանության ոլորտում։ Ինքը խտացած, առեղծված է, որ ինքը հնարավոր է բացվի տարբեր ասպարեզներում, դա կլինի երգարվեստում, բեմարվեստում, հաղորդավարական, ռադիոյում, եւ ես շատ ուզում եմ, որ ինքը այդ պոտենցիալը հնարավոր բոլոր ուղղություններով էլ միանգամից օգտագործի, ինքը տենց մի ուղղությամբ չգնա մենակ, որտեղ իրանք են տարիքում են, որ այդ շռայլությունը իրանք կարան թույլ տան։ Առաջինը դժվարն արել ենք շոուր։ Տոշնյա։ Բիկաստեկա։ Գնաց։ 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 Առաջ, վազում ենք։ Մեկան։ Զգուշ, Ամեն նորմալ է։ Ո։ Всё, մյուսը։ Կանանք մի անգամից երթադրենք, որ մենք չենք կրվի այս մրցույթը։ Գնացինք։ Ամենահեշտը։ Ո՞տ էր Անիտայից։ Հաջորդը գտնես։ Իմ համար այս խաղը երևի ամենաբարդ խաղն էր, այնց ցավեր եմ ապրել։ Թիմեր մնաց 45 վայրկյան։ Զգուշ երեխեք, զգուշ։ Մի պահ եկավ, երբ ես խճճվեցի պարանների մեջ ու ամեն մեկը սենց տարբեր կողմերից քաշում է ու մարմինը սենց ճկվում է ներս ու ահա որ ցավում է։ Ես անկեղծ լինեմ ու ասեմ, որ ես այս խաղը երբեք լավով չեմ հիշելու, այլ հիշելու եմ, ասելու եմ, արա այդ ինչ էր եղել ոտերս, տես բաներ եմ ասելու։ Մեր տակտիկան շատ լավ էր, այսինքն ինքը չուներ ինչ-որ բաց տողեր կամ բան, բայց երբ որ մենք հասնում ենք ստեղ ու հետո հետ պետքա տանենք մարդուն, մեր մոտ նենց էր ստացվում, որ հետևի պարանը միշտ սենց սղում էր ու ընկնում էր, ու այդ մեր համար ահա որ մեծ խոչընդոտ էր։ Կամ մի բան արեք։ Շատ տավար։ Այսինքն դե հետո 1 2 3 Ո՞վ բռնողով։ Մեր թիմում կար մարդ, որ պետքա ոտերից բռներ, բայց ինչի վրա որ ինքը պետքա աշխատեր, այդ չեղավ։ Մնացել էր խաղի վերջին 10 վայրկյանը ու խաղավարը սկսեց հաշվել ու Աննայի հետ մենք մեջտեղում ենք։ Վերջը։ Արագ։ Գոլ չես կարա, պիտի գայք իրան բերի վերջին եք հետ բեր։ Ուղղակի Աննային սենց շպրտել ենք հետ, անգեղ չգիտեմ ոնց հա։ Մենք հասել ենք մեջտեղ եղել է 3 վայրկյան։ Ուտե մենք մեր մեջ այնց հոգու ուժ գտանք, որ ռիվոկով մտանք մեջը ու հաղթեցինք։ Նշեմ, որ ես ծնվել ու մեծացել եմ գյուղում, ու մեր գյուղի ամենասիրուն ու սիմպաթիչնի տղեն եմ, բայց մի րոպե էլի։ Այս մեր գյուղում ցույց չեք տալու, չէ՞։ Ցույց ենք տալու։ Հա։ Լավ, ոչ։ Այս մեր այգին է, սա մեր թոնիժն է։ Այս իմ սենյակն է, 3 տարեկանից ի վեր քնում եմ այստեղ։ Այս նկարը շատ ենք սիրում ընտանիքով, ես իրան նվիրել եմ մամայիս։ Սա մեր գրադարանն է փոքրիկ։ Վերգին են մեր հայացի կատուն, ով վերջերս այրացավ պատվա, որ երկրորդ անգամ եւ ես պապիկ դարձա։ Իմ սեր։ Հերոսների լիգա Ամփոփենք էստաֆետայի առաջին մրցույթի արդյունքները։ Այսպես քանի գնդակ ունի տրիոն։ 3 3 գնդակ։
Եվ շոու դպրոց։ Եկեք շնորհավորենք եւ շոու դպրոցին առաջին մրցույթում ակցելու են։ Բոլորս հիշում ենք նախորդ խաղի վերջին մրցույթը, վազքը հիշում եք։ Այո։ Տանջալից էր։ Ահա այդ վազքին 5 վարկյան առավելություն կունենա այս պահին եւ շոու դպրոց եկեք սափարենք։ Այս փուլը ավելի դժվար է լինելու, որտեղ մաքսիմալ պահանջելու է կազմակերպվածություն։ 6-ից 2 հոգին լինելու են կրակողները։ Ձեզ տրվելու է մեծ պարսատիկ, հայտնի ռագատկան, 2 հոգի կազմակերպելու, մեկ օգնելու է պահի պարսատիկը, մյուսը կրակի։ Ամեն թիմ ունենալու է 15 գնդակ։ Թիմից 2-ը լինելու են գնդակ բերողները, այսինքն այն գնդակները, որոնք դուք կկրակեք ու թիրախին չի հասնի, իրենք պետք է արագ վերցնեն, հետ շպրտեն։ Երրորդ 2 հոգին պահելու են ֆինիշից այն կողմ գտնվող շիթերը, որտեղ որ հավաքվելու են կրակած գնդակները։ Սուլիչից հետո մենք հաշվելու ենք ամեն ցանցի եղած գնդակները, ըստ դրա որոշվի հաղթողը։ Ամեն թիմ ունենալու է 15 գնդակ ու 150 վարկյան։ Հետ հաշվարկով 3 2 Գնացինք։ Դավայ։ Լավնայալա։ Հաջորդ հուշադիր եղի։ Մյուսին, ֆիշին։ Ես ու Աննան չնայած որ բնավորությամբ շատ տարբեր ենք, ունենք մի հատ ընդհանրություն, մենք գործում կարողանում ենք իրար լսենք։ Վիկ, դավայ։ Անցա ես։ Դավայ ապս։ Խաղի ժամանակ որոշեցինք, որ ես ու Աբը պետք է իրար հետ կրակենք, որովհետև թե խաղում, թե կյանքում ընդհանրապես ինձ է որ դեռ չնայած ես գիտեմ ինքը ինչ անելու։ Դավայ, կար։ Շատ հեռու է, շատ արագ եք գցում։ Չէ։ Կարեք մի հատիկիցը գնեք։ Դավայ։ Սենց շարքում ուրեմն ռազը սենց անում, վիկ կարա, շե, ասում կարամ, վսյո, գնացինք, էդքան բար։ Գալիշա, նո։ Ես առած նայելու, ռակետկան, սենց ավտոմատի նման սենց կրակում էի, չէին ամուր էի կրակում, էի կրակում։ Շատ գնդակներ ուղղակի վերևից թռել է, չէին կարա այդքան թռնենք։ Լավն է։ Ես ձևը արդեն հասկացել էի, կա ուղղակի զուտ ճիշտ բռների նշանը։ Ինչ լավն է։ Ափսոս։ Ուժեղ եք գցում։ Ուժեղ եք գցում։ Բոլորը բոլորից կախված էին ու սենց մի հատ թել երևակայական թելերից կտրվում էր ու սաղ խառնվում էր իրար։ Եթե մեկս չլիներ, լրիվ կարող է խափանվեր։ Դավայ, դավայ։ Լավն է։ Թիմեր, ուղիղ մի րոպե, 60 վարկյան։ Ռակետկան սովորական փոքր շատ տարբերվում այս մեծ ռակետկայից, որովհետև ընդհանրապես չենք հասկանում, մի քանի անգամ փորձելուց հետո մոտավորը իրանք հասկացան ոնց ինչ ուժով պետք է գցեն, որպեսզի ցանցի մեջ ընկնի։ Թող մենա, լավ, ապրեք։ Չես կարծում պետք է բերի Տրիոն միավորներ ստում այո, որովհետև ոնց ընթացքից երևում է Տրիոն առաջ է անցել։ Հաշվի մեջ։ Դավայ։ Պոլիս։ Ժազ դու իրական փայլեցիր, ես լուրջ եմ ասում։ 30 վարկյան թիմեր, 30 վարկյան։ Ապրեք։ Մենա, ապե։ Լավն է։ Ապրի թիմը։ Բոլորը իրար հետևից ոնց որ ասում են ռուսերը պամասլու գնաց։ Ես ու համը մտածել ենք շատ լավ պլան, որ ես վերջում կանգնեմ, ընդեղից գցեմ իրան մեջտեղ, ինքը ընդեղից տանի տա հասնի արշակին։ Վերջում արդեն սկսեցինք նորմալ խաղալ, սկզբում ուղղակի փորձեր էինք անում։ 15 վարկյան։ Ափսոս։ Թիմեր։ Ունենք 3 2 Այս ինչ էմոցիա էր, հարգելիներս չեք պատկերացնի։ Ես կարծում եմ Եգիպտոսում այդքան շոկ չի, ինչքան այստեղ այս երեխեքի կողմից։ Չեմ կարող նկարագրել։ Ոյ ապրես, աբին առանձին եմ ասում,
Ալբերտո խզարել ես։ Երթվում եմ։ Ուզում եմ հիշեցնեմ, որ Եվը նենց չի անցած խաղը լավ խաղացել, այլ էդ ենք։ Մենք ուղղակի վատ խաղացինք այդ խաղը։ Ուզում եմ հավանականացնել, որ տրիոյի գորը շատ ագրեսիվ է խաղում իրականում, ընդհանրապես պետք է միշտ ընկերական խաղան, բայց գորը շատ ագրեսիվ է, խնդրում եմ այդ ուշադրություն դարձնել։ Եկավ միավորների ամփոփման ժամանակը։ 1 2 4 5 6 7 Գնդակները հաշվելուց հայտարարելուց մենք շատ լարված էինք, ընդհանրապես չենք հասկանում ով է հաղթել, ով քանի հատ գնդակա ցանցի մեջ դրել։ 8 9 Վերջ։ Այստեղ վերջ տեսնենք հաջորդը։ Ունենք թե չէ։ 10 11 12 13 14 Երբ որ ընկեր Վահեն հանեց 9-րդ գնդակը ու հետո սկսեց 10, 11, 12, այդ պահին ոնց որ իմ գլխին կիսլատա լցնեին։ Հարութի մեջ բազում բազմազան կերպարներ կա, որը որ ինքնահորին էր, որը որ իր էմոցիոնալ հիշողությամբ տեսել է ինչ-որ մեկին եւ կոպի արել իր մեջ, կարող է մի ռեպլիկ կամ մի ֆրազա գա ինքը ասի ուրիշ մի տատիկի ձայնով, ուրիշ մի մորաքրոջ կերպարով։ Հեռացիր այստեղից էլ երեսդ չտեսնում։ Իրանք ընդհանրապես մի գնդակ չէին գցել, որը ուղղակի փայլուն է, հենց որ երևի ուժեղ էին այս խաղում։ Այդ առավելությունը, որը ուներ եւ շոու դպրոցը, այս մրցույթից հետո ստանում է նաեւ տրիո ստուդիոն եւ արդյունքում եզրափակիչ խաղից առաջ նրանք հավասար պայմաններում կսկսեն։ Վերջը միշտ տրիոն է կրում, տենց է, Ես հաջողություն եմ մաղթում բոլորիս։ Սա դեռ սկիզբն է, ես ասում եմ։ Ինչպես ասում են, հաղթանակները գալիս են պարտություններից։ Այսքանը։ Հերոսների լիգա Արջևում ամենապատասխանատու պահն է եզրափակիչ մրցույթը, որից առաջ մենք հայտարարում ենք ջրադադար եւ առաջարկում ենք խմել մեր գործընկեր ջուր ապրանքանիշի բնական աղբյուրի խմելու ջրերը։ Գնացինք։ Եզրափակիչ մրցույթից առաջ իրավիճակը հետևյալն է։ Առաջին մրցույթի արդյունքում հաղթեց եւ շոու դպրոցի թիմը։ Երկրորդ մրցույթի արդյունքում հաղթեց տրիո ստուդիոյի թիմը։ Իսկ դա նշանակում է, որ թիմերը եզրափակչին մասնակցում են հավասար պայմաններով։ Ոչ մի թիմ ոչ մեկի հանդեպ չունի առավելություն։ Նախորդ մրցույթի կանոնները հետևյալն էին։ 6 մասնակիցները շարվում են միաշարասյուն, այսինքն իրար հետևից։ Առաջին մասնակիցը պետք է վազի, պտտվի ձողի շուրջ, վերադառնա, պտտվի շարքի վերջով, վերցնի մի խաղացող եւ նրա հետ շարունակի վազքը։ Նախորդ խաղում մեզ մոտ դա արվեց 6 անգամ։ Այսօր 2 շրջան ավել կվազենք, բայց ինչ է դա նշանակում։ Երբ վերջին շրջանում 6-ով վերադառնաք եւ հատեք ձեր սկզբնակետի գիծը, թողնում եք մեկ մասնակցի եւ շարունակում եք շրջանը 5 հոգով։ Պտտվեցիք, վերադառնում եք, թողում եք եւս մեկ մասնակցի եւ ամենավերջին շրջանը վազում եք 4 հոգով։ Որ թիմը 4 հոգով վերջում հատեց այս գիծը կճանաչվի այսօրվա մեծ մրցույթի եւ ամենակարևորը ձեզ տալիս ենք 20 վայրկյան մարտավարություն մշակելու, քանի որ այդտեղ դրա կարիքը կլինի։ 3 2 1 Այսօր երկրորդ անգամ ենք խաղում, էլի ես սկսեցի, մեր թիմի համեմատած մի քիչ արագը ես եմ։ Շատ լարված է, ես ասեմ ծյուր։ Իրոք մենք հիմա նայում ենք հեռուստադիտողները միգուցե չպատկերացնեն, բայց շատ ծանր մանավանդ սկզբի վազողներին։ Ինձ թվում է, բայց մեզ կանոններին հետևել է պետք, որովհետև այս խաղում շատ կարևոր է հետևել, որպեսզի իրանք ձեռքերը բաց չթողնեն։ 35 աստիճան աստե, անտանելի է վազելը։ Իրականում հարգելիներս, հետևորդներ, դիտողներ, շատ բարդ է։ Վերջի խաղերը շատ լարված է լինում, որովհետև ամեն ինչ էս վերջի խաղից է կախված։ Կարող եք գալ մասնակցել հետագայում հերոսների լիգային եւ ինքներդ ձեր մաշկի վրա զգաք, թե ինչքան բարդ է այս ամենը։ Համ կենտրոնացումն է կարևոր, համ ճիշտ ստրատեգիան։ Այս խաղը ես իրականում այդքան շատ չեմ սիրում։ Ավելի հավասարակշռված ախած եմ։
Կստացի ես մտածում եմ Կոշիկը մնաց։ Ես որ ասում եմ աշկ ունեմ, աշխարհը չունի։ Միած սենց նայեցի հակառակորդին գնաց։ Ձերքերը չենք թողնում։ Հավասարակշռված։ Աբի վրա անցած խաղից զարմացած եմ, որ այս տանգով վազում։ Ձերքերը չենք թողնում։ Հիմա մեկին թողում եք, պլանավորեք։ Ես չեմ սիրում, որ մրցույթի ժամանակ նայում են կողքինին։ Բայց որ նայում եմ կողքինին, տենում եմ մի քիչ առավելություն ունենք։ Գոնե մի քիչ հանգիստ եմ լինում։ Ձերքերը չենք թողնում։ 100 տարի, ով է մեկը։ Ես էլ էի իմ ուժերի վրա վստահ, որ ես կարամ 9 կռուկ վազեմ, բայց փաստացի չկարողացա։ Կեսից շնչակտուր եղավ ու ինքը որոշեց, որ պետքա թողնի առանց մեզ հասկանալու, մենք կիսատ գնացինք, դրանից շատ ժամանակ կորցրեցինք։ Всё։ Մեր ուժերի վրա վստահ ենք, որ կրելու ենք ու կրվեցինք։ Մենակ այդ եմ ասում։ Երկրորդ պարտությունը ինչ խոսք ցավոտ էր հատկապես այն դեպքում, երբ անընդհատ կրկնում ենք հետեւյալ միտքը, այսօր հաղթելու ենք։ Իմ թիմը պարտվեց իմ պատճառով, ես այդ ընդունում եմ։ Արագ շարունակում եք։ Ես զարմանում եմ, որ այսքան վազել եմ, որովհետև վերջի անգամ սենց վազել եմ մեկ էլ դպրոցում օլիմպիադա գնալուց։ Այսպես դողում է ձեռս։ Ով որ չի ձգում, պրոստը ասում է, իրան հերոսի տեղ չի դնում, բայց տեղ բոլորս կոնկրետ հերոս ենք։ Մինչև վերջի կետը գնալու ենք, ես ձեզ 100% բան եմ ասում։ Հարութ ինչ ես ասում ես մնամ ախմեդի մասից գորալով բանա փոխվելու։ Ինչ որ եք այդ շարքը Նա ինձ ասեք ինչ եղավ։ Նա ինձ բացատրեց։ Պայմանավորվածությունը պրոստը փճվեց, որտեղ ով որոշեց մնաց։ Ես պետք է մնայի, մեծ ասած որ երկու հոգով։ Հիմա եկեք ես ձեզ բացատրեմ խնդիրը որն է։ Պետք է առաջինը մնար այն անձնավորությունը, ով առաջինն էր վազել։ Այնուհետև երկրորդը պետք է մնար այն, ով երկրորդն էր վազել։ Ու արդյունքում ստացվելու էր, որ թարմը մարդկանցով է ավարտելու։ Իսկ իմ աշկը դուք էլի կտենաք, ես ձեզ խոսք եմ տալի, այս աշկս է ձախը, սպանում այս։ Մեռա կտե։ Հերոսների լիգա։ Պետք է արժանին մատուցել եւ շնորհավորել տրիոյի թիմին երկրորդ անգամ փայլուն հաղթանակի համար, իսկ եւ շոու դպրոցը պետք է ավելի հավաքվի, ավելի կազմակերպված մոտենա մրցույթին։ Բնականաբար ըստ կանոնների այսօր տրիոյի թիմը կպարգևատրվի, իսկ Եվի թիմը կպատժվի։ Պարգևը լինելու է շատ լավ, հա, վայելելու եք։ Պատիժն էլ ծանր է լինելու երեխեք ջան, իրոք ծանր է։ Այսօր երեկոյան յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից կլքի նախագիծը։ Միշտ ապեք միայն ուրախանալ եւ վայելել, այլ մտածեք, որ այս հաղթական եւ ուրախ նոտայի վրա պետք է կողմնորոշվեք, թե ով է ձեր թիմում ավելորդ։ Ով է այն մարդը, առանցում կլինեք ավելի ուժեղ, ավելի ճկուն եւ ավելի մրցունակ։ Ամենայն դեպս թե պարգևի եւ թե բաժի ժամանակ դուք պետք է կողմնորոշվեք մեկի հետ շփման ընթացքում, թե ով է մնալու եւ ով է լքելու այսօր երեկոյան մեր նախագիծը։ Հերոսների լիգա։ Եկավ ժամանակը, որպեսզի եւ շոու դպրոցի երեխաները կրեն այն պատիժը, որը վաստակեցին մրցույթի ընթացքում։ Իսկ ինչից է ավելի շատ նեղված, լարված, որ պարտվել եք, թե որ երեկոյան պետք է ինչ-որ մեկը լքի նախագիծը։ Պարտվել են։ Երկուսն են։ Իսկ ինչ հոգեվիճակ է լինելու, դու թեթև ձեռքով ես արդյոք նրանց հանելու։ Ես ընդհանրապես խաղերի ժամանակ անսիրտ եմ լինում։ Այսինքն մարդիկ կոնկերներ են, դու նրանց հետ ճանապարհ։ Ընկերներն են կյանքում, խաղի ժամանակ ամեն մեկս պետք է հիշենք բացի թիմ լինելուց, որ այս խաղում մի հոգի է։ Այսինքն դու գասային կհանես առանց նեղվելու։ Եթե պետք է կհանեմ, հա։ Իմ ու Անյուտի շփումը այս պրոյեկտից հետո այդքան էլ նույնը չի գնալու։ Իսկ կարող եք ուղղակիորեն մատնանշել այս մրցույթում մեղավորը ով էր։ Որտեղ ինձ թվում արդեն ինքը հասկացավ։ Մեր թիմը պարտվեց իմ պատճառով, այդ ոչ մեկի համար գաղտնիք չի։ Քվեարկությունների թեմայով որ մնացած մասնակիցները խոսում են անուն չտանք, իմացեք բոլորդ, ավելի ճիշտ դուք բոլորդ էլ արդեն շատ ֆակտ գիտեք, որ այդ ես եմ։ Այս ավազը նոր է լցված։ Այս փոცხերով մաքրեք այն
եւ քարերը առանձնացնեք։ Այս ծանր դժվար աշխատանքից առաջ ես առաջարկում եմ էներգիա հավաքելու համար ըմպեր մեր շատ լավ գործընկեր Բոնիլատի կակաոն, որը պատրաստված է անարատ կաթից։ Թվում է թե պատիժն ու վայելքը չի կարելի համատեղել, բայց արի ուտես, որ կարելի է։ Բոնիլատը ամենտեղ համատեղելի է։ Բարև ձեզ Վահե ջան, ողջունում եմ ձեզ Աղթամարտուր տուրիստական ընկերությունում։ Խնդրում եմ Մարիամ ջան, ինձ կասեք Աղթամարտուրը բացի այդ հրաշալի հյուրանոցից, բացի այդ հարմարավետ ուղևորությունից դեպի Եգիպտոս, ել ինչ կարող եք մեզ առաջարկել։ Մենք առաջարկում ենք նաև տուրեր, որոնց կարող եք ծանոթանալ այնտեղ տեղում։ Այդ դեպքում ասեք, այսօրվա մեր մեծ մրցույթի հաղթող թիմին ինչ պարգև կարող են տալ հենց Ռիքսոս Ռադամիսի այդ տարածքում շրջակայքում։ Ռիքսոս Ռադամիս բիչ հյուրանոցում բացվել է լավագույն ակվապարկը տարածաշրջանում։ Օ, ինչ լավ միտք տվեցիք։ Շնորհակալություն հերթական անգամ Աղթամարտուրից մեզ օգնելու համար։ Շատ լավ ժամանց իրենց։ Մեզ դրել էին էլեկտրական տրակտորի տեղային, որ վաբշե չի փչանում։ Ուզում ներողություն խնդրեմ, որ իմ պատճառով իրանք 2 ժամ այնտեղ պոլ էին պրտում։ Երեխեք, եկեք մի հատ բումերանգ անենք։ Գնացինք։ Մեր հաղթանակի համար։ Այո։ Իսում այսօրվա խաղը շատ լավ անցավ, որովհետև չգիտեմ, ես չէի սպասում, մենք կարանք առաջի խաղը պարտվենք, բայց մնացածը հաղթենք։ Պետք էր դի մեզ երեխեք 100%։ Ճիշտ է։ Լավ, ես այսօր ամբողջ օրը գիտեք ինչ եմ մտածել։ Ում ենք հանելու այսօր մեր թիմից։ Երեխեք դժվար է։ Ես գիտեմ ով է առաջինում է հելնելու։ Ես չգիտեմ ում եմ հանում, բայց գիտեմ ով է հելնելու։ Ով։ Կամ ես կամ Մարին։ 100% տենց եմ ես մտածում։ Ես վստահ եմ, որ իրանք որոշել են ինձ հանեն։ Как говорится, где Армանի там большая семья։ Ես ոչ մեկի չեմ ուզում եղադրեմ, որտեղ մարդենք այդ նույն բանը կարող լիներ բոլորիս հետ։ Բայց որ լավ խաղ։ Հա, շատ։ Ռագատիկ, խաղը շատ լավ։ Շատ լավ է խաղը։ Եք 15-ից 14 հատը բռնել եք։ Այստեղ ոնց փուս գնաց են մի հատը։ Պլստած է։ Ավայ պլստած 15-ից 10։ Ես էի որ ընկա։ Բայց դու ռազում ուժեղ բռնում էիր։ Ես ու Ռազը։ Բայց օրս արեք դու պահելը, աբոն բան արեց ուժը։ Անասատը ինքը դու վիկն արի ու աբը։ Դու բան չես արել։ Ես բան չեմ արել։ Որտես դու բան։ Հաշվի առնենք հանիտա։ Միշտ երազել եմ դառնալ սիրված դերասան ու երգիչ, ինչքան որ հաճախել եմ Տրիո ստուդիոյի դերասանական բաժին, երևի այդ ժամանակվանից էլ հաճախել եմ վոկալ բաժինը նաև։ Երկու մասնագիտության մեջ էլ հավասարապես իրանց փորձել ենք տալ այն ամենը, ինչ իրանց անհրաժեշտ է լիարժեք դերասան եւ վոկալիստ լինելու համար։ Միշտ ներքին վախ ա եղել երգով զբաղվել։ Վախեցել եմ քննադատություններից։ Ես երգին մի քիչ ուրիշ ձև եմ էլի վերաբերվում, բայց այս վերջին մի քանի ամսում սկսել եմ զբաղվել երաժշտությամբ, արդեն մի քանի թողարկած գործեր ունեմ, մնացածն էլ արդեն մոտ ժամանակներս կթողարկեմ։ Մի տարի առաջ միանգամից որոշեց, որ ինքը չէ վոկալ բաժինը ամեն դեպքում առաջնային տեղն է իր համար ու ինքը ավելի գերադասում է վոկալի մեջ խորանալ, ինչ մասնագիտական կարողություններ ունի, փորձում է ամեն կերպ ցույց տալ, բայց վոկալային առումով կարծում եմ, որ ավելի լավն է։ Ախպեր ուզում եմ ջոկեմ մեզ այսօր հաստալու են։ Կարող է եւ Վայ մերսի շատ։ Դուք մեր փրկությունն եք։ Երեխեք, բայց չեմ սիրում այդ սպիտակ հացը։ իբր շատ բան են տալիս, մի հատ էլ չեմ սիրում, վերցրուկեր ինչ տալիս են։ Չէ, բայց ավելի լավ է, քան ավազ ուտել։ Հա, էլի։
Մեր գործընկերն է Վիմպել գարեջուրը իր լագեր եւ պիլսներ տեսակներով։ Իմիջայլոց Վիմպել գարեջրի խորհրդանիշն է այս զրահապատ ռազմիկը եւ դա պատահական չէ, քանի որ Վիմպելը փոխանցում է գարեջրի սիրահարներին հերոսական բարձր տրամադրություն։ Դեպի հաղթանակ Վիմպելի հետ։ Ինչպեսի օր ունեցեք այսօր երեխեք ջան։ Շատ լավ, չափից դուրս լավ։ Բավական ծանր, Դժվար, ահավեր, շոքեր։ Բուտերբրոդը ավազոտ էր այդ մի քիչ այդ։ Տրիո ստուդիո այսօր լավ ժամանակ անցկացրեցիք։ Շատ իդեալական, շատ Ակվապարկում ինչ արեցիք։ Համեղ բաներ կերաք։ Ասետրին է էլի։ Եկավ ժամանակը, որպեսզի մենք այսօր ունենանք բավական հետաքրքիր լարված իրավիճակ, որը քվեարկությունն է։ Այսինքն յուրաքանչյուր թիմ իր ներսում քվեարկելու է այն մասնակցի դեմ, ով լքելու է նախագիծը։ Երկու թիմերն էլ առանձին այդ քվեարկության մեջով անցնելու եք, բայց մինչ այդ դուք ունեք եւս մեկ մրցույթ։ Իսկ դուք գիտեք, որ կան անմահ հերոսներ։ Այո։ Օրինակներ, կարող եք ասել։ Փոքր մհեր։ Ինչու ենք այս մասին խոսում, որովհետև յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից կարող է ձեռք բերել անմահություն քվեարկությունից առաջ։ Իսկ այդ անմահությունը ձեռք են բերելու միայն մրցութային խաղի միջոցով։ Այսինքն այդ անձնավորությունը կարող է քվեարկության ժամանակ բոլորին հավասար քվեարկել, սակայն նրա դեմ չեք կարող քվեարկել։ Իսկ թե ինչ խաղ եք խաղալու եւ ինչպես եք խաղալու, եկեք դիմավորենք մեր հրաշալի խաղավար Rakurs Game-ի Դավիթին, ծափարություններ։ Բարի երեկո։ Այս մրցույթը մի քիչ ավելի ինտրիգային է լինելու, որտեղ դուք չեք մրցելու թիմերով միմյանց դեմ, այլ լինելու է պայքարը թիմի ներսում։ Ու քանի որ դուք գիտեք, որ ինչ որ մեկին քվեարկելու եք անեք, հնարավոր է այդ անմահությունը ձեռք բերի հենց այն մարդը, ում դուք ուզում եք քվեարկել, այնպես որ բախումները շատ են լինի։ Հիմա պրակտիկայում կբացատրեմ խաղի կանոններն ու խաղի բնույթը։ Դուք տեսնում եք 5 լույսերով այսպիսի սեղան։ Խաղին միաժամանակ մասնակցում է 3 մասնակից։ Ամեն թիմից սկզբից կգան 3 աղջիկները, հետո 3 տղաները։ Այնտեղ, որտեղից ես կանջատեմ լույսը, պետքա շուտ վերցնել բաժակը։ Երբ որ վերցնում եք, դուք ստանում եք միավոր։ Եթե դուք այնքան արագաշարժ եք, որ միանգամից կարողանում եք հավաքել 3 բաժակները, դուք ավտոմատ հայտնվում եք եզրափակչում, բայց հնարավոր է այնպես լինի, որ 2 մասնակից ունենա 2 բաժակ, այսպես, իսկ երրորդ մասնակիցը ունենա մի բաժակ։ Այդ մի բաժակով մասնակիցը ավտոմատ դուրս է գալիս ու երկուական բաժակ ունեցող մասնակիցները մի բաժակով մասնակցում են վերջի խաղին։ Ձեռքերը գրպաններին գնացինք։ Առաջին խաղը շատ հետաքրքիր ստացվեց, մի անգամից քաշեցի բաժակը։ Իրականում ինձ շատ դժվար էր խաղալ մեր իսկ մասնակիցների դեմ ու այդ շատ ավելի դժվար դարձրեց ամբողջ խաղը։ Շատ լավ է այս խաղում։ Խաղը ռեակցիայի վրա էր, ով ավելի շուտ կվերցնի բաժակը, որտեղ կհանգչի լույսը։ Եթե հիմա Անյուտը վերցնի բաժակը, միանգամից հաղթում է։ Դու ես, այո։ Պետք է անձեռնմխելիությունը իմը լինի։ Բաժակը վերադարձրու։ Երկրորդներ թե երրորդներ արդեն սկսեցի շեղվել։ Խափնվեց, որովհետև վառվեց այն լույսը, որտեղ չկար բաժակ դրված, եւ խաղը ամբողջությամբ փոխվեց։ Ձեռքերը գրպաններին։ Ունենք։ Տենց ստացվեց, որ չկարողացա անցնեմ եզրափակիչ։ 99%-ով իմ թիմը ինձ չի հանի, չի կարա հանի։ Ուժեղ խաղացող եմ ու պետք եմ իմ թիմին։ 1, 2, 3։ Վերջում մնացինք ես եւ Կասյան։ 4։ Բրավո! Շնորհավորում ենք։
Երբեք չէի պատկերացնի, որ 16 տարեկանում խաղացած կլինեմ 10-ից ավել ներկայացում ու բնականաբար այդ ամեն ինչը եւ շոու դպրոցի շնորհիվ Եղավ քանի անգամ ներկայացումներում կտեսնեմ, գսկամ, որ ամբողջ ապրումով կներկայացնեք, որ ինչ որ կներկայացնեք, որ տեգուս դժվարություններու հանդիպեցավ որոշ դեղեր, բայց հաղթահարեց։ Կասյան հանդիսանում է մեր ամենահին ուսանողներից, ով մինչև այժմ սովորում է մեզ մոտ, խաղում է ներկայացումներ, եւ ես կարծում եմ, որ իրեն մեծ ապագա է սպասում, հուսամ, որ այդպես էլ կլինի։ Գնացինք 1 2 Խաղը շատ հետաքրքիր էր, ամենայն ինտերեսնի խաղերից մեկն էր։ Չեմ լարվել ընդհանրապես, եթե կստացվեր, եթե չէ։ Դու ունես հնարավորություն հենց հիմա հաղթելու։ Մի լարվի, թող հաղթի ուժեղա։ Գույնը։ Այս օրը մի ուրիշ տիպի եմ հիշելու պրոյեկտի ավարտից հետո, որովհետև ամեն ինչ զգացել եմ, թե լացել եմ, թե ուրախացել եմ, թե տխրել եմ, թե ամենավերջի ձևով ներվային ասած մեղ է։ 1 2 3 Դեկոնը վերադարձ։ Ես չեմ կպել։ Մեծամտություն չհնչի, բայց չեմ պատրաստվում այսքան շուտ գնալ։ Հարութ, դու ունես հնարավորություն հաղթելու։ Մի լարվի, Հարութ։ Լարվում ախպեր։ Արազ։ Օ, ամենահեռու կանգնած մասնեք, Հարութ, ում ես սպասում, փոխվեցինք տեղերով։ Այսօր շատ ծանր, անհասկանալի, հիմար օր էր։ 1 2 4 գրպաններին 5 Հավեսն էր, որ դու շանս ունեիր կրելու ամեն մեկի հավասար շանսեր ուներ, որ դաժե եթե ինչ-որ մեկը իրանից մի բաժակ առաջա, շանս ուներ, որ կրելու։ Ումն էր մի հատ։ Հաջողություն ենք ասում։ Այսօր հաստատ չեմ գնալու Երևան, ես դեռ այստեղ անելիքներ ունեմ։ Արշակ եւ Հարութ։ Նայեք իրար աչքերի վերջի անգամ։ 1 2 3 Բրավո! Ինձ թվում է քեզ այսօր դա կյանք պարգևեց։ Ես ինձ հիմա զգում եմ հաղթած, մի այլ տիպի հաղթած։ Աշխատանքի բերումով պապաս ապրում է Ռուսաստանում ու մեկ-մեկն հենց ստացվում, որ մաման պետք է գնա Ռուսաստան, որ պապային օգնի գործերով եւ այլն, ու ես մենակ եմ ապրում, այդ իսկ պատճառով սովորել եմ մենակ կյանքին, ինքս իմ համար հաց եմ սարքում, լվացք եմ անում։ Քանի որ շատ հաճախ մենք կապվում ենք ծնողների հետ, ինչ-ինչ հարցերով, օրինակ չգիտեմ, իմացեք, որ Հարութը ունի այս զբաղվածությունը, ինքը ավելացվել է այս ներկայացման մեջ որպես մասնակից։ Ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ ինքը ավելի հաճախ է գալու դպրոց։ Մի քանի անգամ Հարութի մայրիկը ինձ ասում էր, որ ինչպես կցանկանաք ընկեր Մարիամ, ես ավելի ուրախ եմ, որ իր զբաղվածությունը մեծ է եւ այլն, մինչեւ որ վերջին անգամ, երբ որ ես զանգեցի նախագծի համար, ինքը ասեց, որ ընկեր Մարիամ, ես Հարութին վստահել եմ ձեզ եւ դուք կարող եք որոշել այն ինչ ուզում եք, որովհետեւ ես լիարժեք վստահ եմ, որ Հարութը եւում ապահով ձեռքերում է, նույնիսկ չափազանցնելով երբեմն ասում եմ, որ Հարութը ձեզ ինձ շատ է սիրում։ Եվ այսպես եզրափակիչ, Կասյա, Հարութ, էլ չեք տեղաշարժվում։ Այո։ Ասեմ, որ կարող եմ միաժամանակ մի քանի հատ հանգի։ Պատրաստ, արագ խաղ։ Ահա։ Ես արդեն այդ պահին հասկացա, որ չէ, ես չեմ կարող Հարութին հաղթեմ։ 2015 թվականին Սիրիական պատերազմի ամենաթեժ շրջանում ռմբակոծությունները սկսվեցին հենց այնտեղ, որտեղ որ մենք ապրում էինք։ Ու հենց այդ պատճառով էլ հայրս որոշեց, որ մենք պետք է տեղափոխվենք Հայաստան։ Հայաստանում մենք սկսեցինք նոր կյանք։ Այստեղ ծնվեց իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկը՝ քույրս Սելան, ում մասին ես փոքրուց միշտ երազել էի։ Նա մեզ ավելի շատ կապեց Հայաստանին ու ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հենց առաջինը իմ համար։ Հաղթանակ։ Մոռացեք, այն որ ցերեկա ասում էի հաստատ ինձ են քվեարկելու, մոռացեք դա։ Խաղը գլխի վրա շրջվեց։ Ես կարող ասեմ, որ հատուկ վատ եմ խաղացել, որ Հարութը ազերմխելություն ստանամ։ Այս փուլում անմահեճ առաջվում Հարութը։ Բայց նաև ծափարում են գեղեցկուն։ Լավ ուժեղ պայքարի համար։ Շնորհակալություն։ Պայքարում էին այն երկու մասնակիցները, ում մասին ես մտածում էի, որ պիտի լքեն նախագիծը։ Իրականում ինձ թվում է Հարութին այս անգամ պետք էր այդ անմահությունը։ Ուզում էինք Հարութին հանենք, որտեղ ինքը մի փոքր սխալ արեց, ով որ վերջնական վաստակեց իր անմահությունը, ինքը վաստակեց թիմում եւս մեկ անգամ մնալու ու իր ուժերը ցույց տալու հնարավորությունը։ Պետքա լավ մտածել, թե ում ենք հանելու, եթե ոչ Հարութին։ Եկեք ծափարենք տրիո ստուդիոյի աղջիկներին, ոգևորենք։
Ձեռքերը գրպաններին, 3 հաշվին ստարտա։ 1 2 3 Այ միավորը կա։ Ես չէի սպասում, որ ես սենց սառնասիրտ եմ։ Անիտայից ես ընդհանրապես չէի սպասում, որ ինքը սենց կխաղա։ Պատրաստ 1 2 Ինչքան էմոցիա կար, խառնվեց իրար, դող կար, լարվածություն կար, ամեն ինչ կար։ 3 Օ 1 Պատրաստ 1 2 3 Ովնա։ Մոտերս։ Ես գիտեմ, որ իմ օրինակ ռեակցիան շատ ուժեղ է, բայց ես չգիտեի, որ Անիտային ավելի ուժեղ է։ Մի եղեք ինպես սառնասիրտ։ Մի ոբշի սառնասիրտ չեմ էլի իրական, բայց շատ եկի ընտրոնացե։ Եթե դու մի հատ էլ ես վերցնում, դու հաղթում ես։ Հիշի դրա։ Ավելի ասեք, որ շատ լարվեմ։ Գնացինք 1 2 3 4 5 6 7 Ես պատկերացնում եմ ավելի շատ Մարիին, որ կհաղթի, որովհետև Անիտան շատ լարված է ու շատ թափթփված է ինքը խաղում։ Ինչ ասեմ, լավ եմ արել։ Ձեռքերը գրպաններին ու սկսում ենք 1 2 3 Ունենք տեղափոխվի Ափսոս հորը թարգում եմ, 2 3 4 5 6 7 9 Բայց ես ավելի թանկ բան տարա։ Ցանկանում եմ մասնակցել հերոսների լիգային, որովհետև առաջին հերթին ուզում եմ իմ մեջ կոտրել քննադատված լինելու վախը։ Ու ամենակարևորը այս նախագծի շնորհիվ հուսով եմ, որ կկարողանամ ինձ վրա վերցնել կարևոր պահերին առաջնորդի պատասխանատվությունը։ Ալբերտո, մի հատ էլ արագ շարժում ու դու եզրափակիչում ես։ Պատրաստ։ Գնացինք 1 2 3 4 5 Ընդհանուր խաղը շատ լարված էր։ 1 2 3 Օ! Չեմ ասի, ընդհանրապես լարված չէ, կարող է կադրով դաժե երևա, որ ձեռս այսպես դողում է։ Այս փուլում, եթե մեկական բաժակ ունեցողներից ոչ ոքի երկրորդ բաժակը չվերցնի, Ալբերտոն շնորհավորում ուղեկցում ենք եզրափակիչ։ 1 2 3 1 2 3 1 2 3 Օ! Մենք ծափահարում ենք, շնորհակալություն ենք ասում մեր մասնակցին։ Սենց ասեմ, մի քիչ ինքնավստահ կարող ալնի, ես շատ հանգիստ եմ։ Բացահայտ թվում ուժեղ խաղացող եմ ու ինձ թվում է առաջին մասնակից, որ պիտի դուրս գամ ինձ հանեն, այդ մի քիչ տրամաբանությունից դուրս է։ Ձեռքերը գրպաններին, ըստ ձեզ ով է հաղթելու։ Գնաց, ասա որոշենք։ Գորի հետ, որ ինձ չինգաչուն գարացինք, այդ նենցա մեր համար անկեղծ տարբերություն չկար, ես կլինեի թե գորը, որովհետև հաստատ ոչ ես ենք դուրս գալու, ոչ գորը։ Երբ որ ընկեր Դավիթը բացատրեց խաղը, մեր մոտ արդեն մի քիչ բարձր էր ով պետք է հաղթի, որովհետև բոլորս իրար լավ ենք ճանաչում։ 1 2 3 Ձերքեր։ Կարող գիտես ստուդիան նկարել։ 1 2 3 Բրավո! Պայքարից հետո Գոր տեսնում ես, Անտան կյանքի գնով հաղթանակի է ձգտում։ Ձեռքերը գրպաններին 1 2 3 4 Հորադելով 1 2 3 4 5 6 Օ Դամ Օպա Հաղթանակ Ես գիտեի անջատվել է խաղը ու կանխել է, բայց ես նենցա գոհ եմ, որ գորը հաղթել է, չգիտեմ։ Ծափահարում են գորին։ Արա լավ։ Ասպասելի էր իրականում, ներս չի լույսը գնաց, բայց փաստացի անմահություն է ձեռք բերում գորը։ Ես կարծում եմ, որ ինձ ընդհանրապես պետք չէր այս անձեռնամխելիությունը, որովհետև ինձ ոչ մեկ հաստատ չի քվեարկելու, ուղեղ ունեն ինձ թվում է բոլորը, որ ինձ չքվեարկեն։ Այսօրվա անմահությունը ձեռք են բերում գորը եւ Հարութը ծափահարում ու շնորհավորում ենք։ Իսկ մնացածներին մաղթում լավ քվեարկություն։ Իմ համար շատ դժվար է։ Ես ընկեր Վահեն, երևի 4 անգամ այսօր հարցել եմ կարամ ես ինքս ինձ քվեարկեմ։ Կարամ ես ինքս ինձ քվեարկեմ, բայց ընկեր Վահենն ասում է չէ, ուղղակի չէ։ 6 հոգանոց թիմը մի մարդ կա, որ թիմի հետ ընդհանրապես չի գնում, կքվեարկեմ կտենակ լավ։ Իսկ թե ում եմ քվեարկելու ես, ինձ թվում է պարզից էլ պարզ չի։ Ինձ ով քվեարկի, այս ցախաշկս հիշում եք, չէ, այսինքն եմ անելու մահանա ուղակի։ Всё։ Եկավ ամենապատասխանատու պահը այսօրվա, երբ յուրաքանչյուր թիմ պետք է լքի մեկական մասնակից։ Այս նախագիծը ձեր թիմի հետ դեռ չար կատակներ է խաղում։ Երկու անընդմեջ ցավալի պարտություն, ներթիմային խաղ,
որի շրջանակներում հաղթում է ձեր թիմի այն անդամը, ում պատճառով կարելի ասել այսօր դուք գրել եք պարտություն։ Մեծ հավանականությամբ Հարութի դեմ քվեներ էր լինելու այսօր, բայց քանի որ նա ձեռք բերեց անմահություն, այլևս Հարութի դեմ քվեարկել չենք կարող։ Դուք կոլեկտիվ եք, դուք մարդիկ եք, ովքեր միասին սովորում են, մարդիկ եք, ովքեր միասին բեմ են բարձրանում, եւ մարդիկ եք, ովքեր այս պահին հայտնվել են շատ դժվար իրավիճակում։ Պետք է քվեարկել թիմակցի, իսկ եթե ավելի նուրբ լարերի կպնեմ, ընկերոջ դեմ, ով լքելու է այսօր նախագիծը եւ վերադառնալու է տուն։ Մենք որոշել ենք, որ այդ քվեարկությունից առաջ դուք ունենաք օգնություն։ Մենք ունենք հատուկ հյուր, մարդ, ով ոչ միայն հեռուստատեսային նախագծերի մեծ փորձ ունի, այլ հենց թատրոնի պրոֆեսիոնալ եւ սիրված դերասանուհի է։ Մարդ, ով բազմաթիվ կոլեկտիվներում բազմաթիվ բաներ է տեսել իր կյանքում եւ ոչ միայն հաղթանակներ է ունեցել, այլ նաեւ կորուստներ։ Ու կարծում եմ, որ տվյալ իրավիճակում մենք կարող ենք իր հետ զրուցել եւ ստանալ իրենից կարևոր խորհուրդներ։ Եկեք ծափահարություններով այստեղ հրավիրենք մեր շատ սիրելի Էվա Խաչատրյանը։ Ծանր օր եք ունեցել, բայց հիմա գալու է մի հատ բան, որ պետքա բոլորով անալիզ անենք այս ամեն ինչը, ու քանի որ գիտեմ, որ բեմում հաճախ եք լինում, վստահ եմ, որ արդեն գիտեք, որ կոլեկտիվ աշխատանքի մեջ շատ կարևոր է մտային, զգացական, հոգևոր կապը։ Ինչքան էլ որ իրար սիրեք, ընկեր լինեք, արդար կլինի, որ խաղին նայեք հենց խաղ դիտանկյունից։ Այսինքն, եթե օրինակ իրար հետ շատ ավելի մտերիմ եք առօրյա կյանքում, բայց խաղում ձեր ընկերը այդքան էլ լավ չի խաղացել կամ ինչ որ մի քայլ պակաս է արել, որ պիտի աներ, դիտարկեք խաղի տեսանկյունից, ոչ թե անձնական տեսանկյունից։ Այս ամենից հետո հնարավոր է, որ էլ չստացվի միասին բեմում խաղալ։ Ես հուսամ, որ այդպես չի լինելու ու հասկանալու եք, որ մի խաղով ոչինչ չի վերջանում այս կյանքում, դուք հետո էլի կարող եք լինել ընկերներ, պետք է նաև կարողանաք ուղեղով այդ ամեն ինչը վերահսկել, հակառակ դեպքում այդ էմոցիաները մեզ շատ հաճախ բերում են այլ վատ տրավմաներ։ Իրենք հիմա երևի թե իրենց ներսում են բոլոր հարցերը քննարկում եւ իրենց տանք ժամանակ որպեսզի իրենք միանգամից վերցնեն այս թղթապանակները եւ սկսեն քվեարկել, այսինքն թղթի վրա գրել այն խաղընկերոջ անունը, ում դեմ պատրաստվում են քվեարկել։ Քվեարկությունն ավարտված է եւ երևի սկսենք անմահ հերոսից։ Կխնդրեմ բարձրաձայն ասել այն թիմակցի անունը, ում դեմ քվեարկել ես։ Համլետ։ Ինչի Համլետ, Հարութ։ Ես իմ ներքինի հետ խոսացի ու հասկացա, որ ես Համլետին կարամ բաց թողնեմ, այդ իսկ պատճառով Համլետ։ Շնորհակալություն, Հարութ, Կասյա։ Աննա։ Անսպասելի էր, Կասյա։ Եթե ես չեմ սխալվում, դու եւ Աննան մոտ ընկերուհիներ եք, բացի այն, որ սովորում եք նույն դպրոցում։ Իսկ ինչու Աննա։ Երևի ձեր տված խորհուրդների հետ չի համապատասխանում այն, ինչ ես հիմա կասեմ, բայց ես ավելի շատ մտածել եմ, որ Աննային քվեարկող չի լինի, ինձից կախված չի լինի իր խաղում մնալ կամ չմնալը։ Իսկ ինչ կկատարվի քո հետ, եթե Աննան դուրս մնա նախագծից եւ քո ձայնը լինի որոշիչ։ Ես ինձ ահավոր մեղավոր կզգամ։ Համլետ, շատ դժվարությամբ, բայց գրել եմ Կասյա։ 2022 թվականին արդեն 7 տարի էր ինչ ապրում էինք Հայաստանում։ Թվում էր թե ամեն ինչ շատ լավ է, հարմարվել ենք Հայաստանին, բայց նորից տեղի ունեցավ մի բան, որը փոխեց իմ կյանքը։ Հայրս իմ աչքի առաջ հանկարծամահ եղավ։ Ինքը շատ նվիրյալ ամուսին էր, հայր էր եւ իր մեջ շատ լավ հատկություն մգար, որ Գասյայի մեջ գտեսներ իր ունեցած կարողությունը եւ ինձ միշտ կսեր իր սիրածը պետք է անե, ոչ թե որ մենք բարդատրենք իր վրա։ Եվ այդ բարդ շրջանում հայտնվեց եւ շոու դպրոցը, որը իմ առջև դրեց մասնագիտական մեծ նպատակներ եւ օգնեց առաջ արժվել։
Կասիայի կյանքի պատմությունը շատ դրամատիկ է, ինչը մեզ համար կրկնակի պարտավորեցնող է եւ մենք անում ենք ամեն ինչ, որ նա գտնի իրեն եւ կանգնի այն ուղու վրա, որի մասին երկար տարիներ երազել է։ Իրականում Կասյան անսահման լավ ընկեր է, անսահման լավ մարդ է, ուղղակի խաղում կարծում եմ ֆիզիկական ակտիվությունով մի քիչ զիջում է։ Ում դեմ ենք քվեարկել, Աննա ջան։ Ընկեր Կասիայի։ Կասիային շատ վաղուց եմ ճանաչում ու իր հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, որի ընթացքում եւ իմ եւ Կասիայի մտածելակերպերը անընդհատ փոխվել են, բայց մենք լեզու ենք գտել ու հասկացել ենք իրար, դրա համար ինձ թվում է այս անգամ էլ մենք խոսալով կհասկանանք։ Եվ շոու դպրոցի Անյուտ, ում դեմ ենք քվեարկել Անյուտ։ Կասիայի։ Խաղի վերջին ամենանգավ Կասյան ու Հարութը ու իրանք իմ կարծիքով իրանք այն մարդիկ էին, ովքեր որ ես պլանավորում էի անել։ Առաջինը Հարութին, հետո Կասյային։ Արշակ ջան, քո ձայնը արդեն ոչինչ չի որոշում, բայց լսենք նաև թե ում դեմ ես դու քվեարկել։ Ես քվեարկել եմ Համոյի դեմ։ Ինչի համար Համլետ։ Մեր անձնակազմի ամենահավես, ամենահետաքրքիր անձնավորություններից մեկն է, որ իր այդ մենակ եք մնում, вообще չեք ձանձրանում։ Համլետին ոչ մեկ չէր ասի, որովհետև ինքը մեր թմի ուժեղներից է։ Տվյալ դեպքում մենք ունենք 3 մասնակից, ում դեմ քվեարկել են։ 1 քվե ստացել է Աննան, 2 քվե ստացել է Համլետը եւ 3 քվե ստացել է Կասյան։ Կասյա, իմ աղջիկ, դու քո կյանքում բազմաթիվ խոչընդոտներ ես հաղթահարել եւ ես հույս ունեմ, որ այս խոչընդոտը նույնպես կհաղթահարես։ Ցավոք սրտի, դու լքում ես հերոսների լիգան։ Կարող ես հրաժեշտ տալ քո ընկերներին։ Լարվածություն կա թե չէ, մենակ թե անկեղծ։ Կա, որովհետև վերջին դու կատարել եք ընտրություն։ Իսկ ընտրությունից խուսափել պետք չի։ Յուրաքանչյուրը, այստեղ ես անձամբ ներկա եմ եղել եւ տեսել եմ, թե ոնց եք դուք հասել այս տարիքին, այս պահին միասին։ Ինչևէ, ես հասկանում եմ, որ ընտրությունը բարդ է, հենց այդ կապակցությամբ մենք ունենք անակնկալ հյուր, մի մարդ, որ երկար ժամանակ լինելով ստեղծագործ աշխատանքի ներսում նա նույնիսկ եղել է ձեզ հետ նույն նախագծում։ Մարդ, ով կարող է ձեզ ուղղորդել, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես ապրել կատարած ընտրության հետ։ Եկեք ձեր ծափարությունները ներկա հրավիրենք այստեղ Ժաննա Բուտուլյանի ծափերը։ Մենք շատ ենք շփվել, շփվում ենք պարբերաբար, այդ պատճառով կարծում եմ այսօր մեր զրույցը կկայանա։ Հաշվի առնելով այն ճանապարհը, կյանքի ճանապարհը, որ նրանք միասին անցել են, հիմա պետք է իրար դեմ քվեարկեն։ Ինչ ես կարծում, այդ քվեարկությունը, այդ վերաբերմունքը կադրից դուրս թողի իր հետևանքը թե ոչ։ Ես կողքից ուսումնասիրել եմ մի քիչ երեխաների խաղը, մրցույթը, նրանց ռեակցիաները մրցույթից հետո, նրանց շփումը մրցույթից հետո եւ հասկացել եմ, որ ոչ, չի կարող ազդել։ Չար հաղթանակի մղումը նրանց մեջ չկա։ Անիտա ջան, խնդրում եմ, մտք ասես, ընտրությունը քո վրա հետք թողել է, թե ոչ։ Հա։ Ես վստահ եմ, որ ոչ, միանշանակ, կասկած չի կարող լինել։ Ես նեղանալու եմ, վատն եմ ես։ Մի քիչ որ նեղանա ոչինչ, բայց գլոբալ կհասկանան։ Բոլորիս պատրաստել են, որ էսի խաղա ու պետքա ստեղից հետո չլինի խոսակցություններ, թե ինչի սենց ու ինչին հենց, այդ բնականաբար չի կարա լինի, որովհետև բոլորս էլ այս էմոցիաների տակ ենք ստեղից դուրս գալիս ու գնում մեր գործերով։ Եթե ինձ անեն, ինձ չեն կարող անել, ես արձերնամխելի եմ, իրենք թե ինչ ուզում են անեն։ Դա այսպես եմ նստում ես։ Կարամ միանշանակ ասեմ, որ մեր առօրյա շփման վրա հաստատ չի ազդելու։ Մարդ ջան, հաջորդ պահին երբ քո դեմ քվեարկեն, օրինակ Ալբերտոն, կգրկես, կսիրես էլի։ Ալբերտոին հա, դե ձև չկա Ալբերտոին չի սիրելու, թե չէ թե ստուդիայից կհանեմ։ Ստուդիայից կհանեմ։ Չէ, կատակ եմ անում իհարկե։ Ով էլ դուրս գա, ես հավասար չափի կնեղվեմ։ Իրոք կնեղվեմ եմ, ասենց։ Հա։ Բավոր կնեղվես այդ մրցույթի ժամանակ խեիք իրարից բաժակները խլում տենց։ Ես էի խլում։
Բոլորս փոքր ժամանակվանից իրար հետ ենք մեծացել, իրար հետ հասել ենք ստեղ ու պիտի խաղի կանոնները զուտ տենցա պիտի մեկը դուրս գա։ Դե ինչ, սկսենք քվեարկությունը։ Ես գրում ընկեր Վահե։ Ռազմիկ, խնդրում եմ ցույց տալ ում ես քվեարկել եւ հիմնավոր ես։ Մարի Իրա մոտ մի բան չհերիքեց, ոնց ասեմ, թե խաղերում իրա պասիվությունը ինքն ավելի պասիվ էր։ Մարի ջան, խնդրում եմ դու հիմա ցույց տաս ում դեմ ես քվեարկել եւ հիմնավոր ես։ Իրականում իմս Քայլը շատ մեծ բացատրություն ունի, ես ուղղակի վստահ եմ, որ Վիկային ոչ մեկ չի քվեարկելու ու ես էլ չեմ կողմնորոշվել, թե ում ես պետք է հանեմ։ Դրա համար ես իմ ձայնը տվեցի Վիկային։ Վիկա ջան, լսում ենք քեզ։ Բացառելու տարբերակով սկսեցի ես մտածել, տղաներին դե չէի կարող դուրս հանել, որովհետև մեզնից ուժեղ են տղաները։ Անիտայի ու Մարիի միջև էր։ Դե համ Անիտային եմ ես ահավոր շատ սիրում, համ Մարիին։ Մարի նույնն է մնալու ձեր հարաբերությունը։ Սեց, հա, ոնց որ շոուն գնաց, հա, հետեիք ուզում խսլա։ Դուք նենց եք ասում, ոնց որ մենք ձև ունենք չքվեարկելու, քվեարկում ենք։ Հա, էլի, Ուրեմն ասկալի ինչ ես արդարանում։ Չեմ արդարանում, ուղղակի դուք նենց եք ասում։ Ինչև է որոշմանը տեր է։ Տեր եմ ախպեր։ Դες այս կբացեմ։ Քվեարկել եմ, դե բաց։ Եկավ ժամանակը, որպեսզի լսենք Ալբերտոին։ Աշկիթայի հանել եմ գնաց։ Չէ, անկեղծ այս որոշումը ինչի համար էր։ Ինչը լում Անիտան գամ։ Ну, ես մտածում եմ, որ հաստատ ոչ մեկ չի հանի, բայց համել գիտեմ, որ Անիտան հաստատ ինձանից չի նեղանա։ Ոնց, հենց հիմա նեղանում եմ եւ հեռանում եմ։ Դե հիմա արդեն ինչ ուզում ես արա, որտեղ արդեն գրել եմ։ Չէ, չեմ նեղանում։ Հարաբերս տարբերություն չկա, արդեն ջնջավի մարկեր չի։ Չէ, բայց հիմա նեղանում ես Անիտայի։ Չէ, լուրջ չէ։ Անիտա ջան, հիմա շատ կարևոր է լսել, թե ում դեմ ես քվեարկել եւ ինչու։ Սա էր ուզում։ Ես ընդհանրապես չի ուզում տղա հանեի, բայց երթում եմ ես ոչ կարայի իմ 9 տարվա ընկերուհուն հանեի, ոչ կարայի Վիկին հանեի, որտեղ երկուսին շատ եմ սիրում։ Դրա համար ասի Ալբերտոն ինձ չի նեղանա։ Թող ինձ ներեն բոլորը, բայց Մարին։ Ես նայում եմ, եթե ես խաղում ենք բոլորս, Մարին մեզ չի խանգարում միանշանակ։ Ամեն ես վստահ եմ, որ Մարին չի նեղանա։ Ձեր զայների բաշխվածության արդյունքում մեր նախագիծը լքում է Մարին։ Հուսով եմ, որ այս նախագիծը պարզապես կյանքի փորձություն է։ Կյանքի փորձություն, որտեղ պետք է հասկանաս, որ կարող է յուրաքանչյուր երկ լինել։